ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը միայն Հայաստանից հեռանալուց առաջ արձագանքեց Բաքվում ապօրինի պահվող 19 հայ պատանդների հարցին, որոնց ազատելու խնդրանքով բազմաթիվ նամակներ էր ստացել Հայաստանից և Թուրքից։ Արդյոք մենք խոսելու ենք հայ բանտարկյալների մասին, դա անշուշտ քննարկվելու է։ Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես այստեղի վարչապետի, այնպես էլ նախագահ Ալիևի եւ Ադրբեջանի հետ։ Վարչապետը երեկ ասաց, որ լավատես է խաղաղության գործարքի վերաբերյալ, հիմնվելով նրա վրա, թե որտեղ ենք հիմա համեմատած մի քանի ամիս առաջվա իրավիճակի հետ։ Այնպես որ մենք անշուշտ բարձրացնելու ենք մի շարք թեմաներ, բայց կարծում եմ կշարունակենք շատ հաջող աշխատել եւ ադրբեջանցիների եւ հայերի հետ։ Վենսի Երևանյան այցի երկրորդ օրը սկսվել էր Ծիծեռնակաբերդում։ ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ Ուշայի հետ ծաղկեպսակ դրեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը։ Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում գրեց Վենսը։ Հետո Ծիծեռնակաբերդ այցելության մասին գրառումը, որտեղ 2 անգամ հիշատակվում էր ցեղասպանություն բառը, Վենսի X-ի էջից հանվեց։ Հաղորդագրությունը վերահրապարակեց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքը առանց հայոց ցեղասպանության, որը Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է։ Փոխնախագահը գրառման թեման չմեկնաբանեց, բայց առանց օգտագործելու ցեղասպանություն բառը ասաց, որ հայկական կողմի խնդրանքով է այցելել Ծիծեռնակաբերդ։ Երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ դա շատ կարևոր վայր է իրենց համար։ Ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, որը երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Իհարկե շատ սարսափելի բան է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ։ Մի բան, որը մշակութային առումով շատ կարևոր է հայերի համար։ Ուստի ես մտածեցի, որ որպես հարգանքի նշան եւ զոհերի եւ Հայաստանի կառավարության հանդեպ, որը տարածաշրջանում մեզ համար շատ կարևոր գործընկեր է, գնամ եւ հարգանքի տուրք մատուցեմ։ Երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունները լայնորեն լուսաբանվեցին համաշխարհային մեդիայում, սակայն հայկական տիրույթում ամենից շատ քննարկվողը Վենսի հայտարարությունն էր, ավելի կոնկրետ դրա թարգմանությունը էներգետիկ անվտանգության մասին։ Սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում, ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ, սա այստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ Ինչ է իրականում ասել փոխնախագահը, իսկապես Միացյալ Նահանգները պատրաստվում է 9 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում։ Հայկական կողմը պարզաբանեց, որ թարգմանությունն արել է ամերիկյան կողմի թարգմանիչը։ Ահա Վենսի աղմուկ հանած հայտարարության տեքստը ըստ վարչապետի կայքի։ Հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Օդանավակայանում Վենսը անձամբ պարզաբանեց իր խոսքը։ Այն թղթերից մեկը, որ ստորագրեցինք երեկ եւ որի վրա աշխատում էինք մեր հանդիպումների ընթացքում, մեծ ներդրումներն են, որոնք գալու են Հայաստան նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի կնքած լավ գործարքների շնորհիվ։ Դրանցից մեկը շատ մեծ տվյալների կենտրոնն է, որը կարող է հասնել ընդհանուր 4 միլիարդ դոլարի ներդրման Հայաստանում։ Այն նաեւ բազմաթիվ աշխատատեղեր կստեղծի մարդկանց համար Ամերիկայում։ Այնպես որ սա դասական փոխշահավետ իրավիճակ է։ 4 միլիարդ դոլարը կարծում եմ այն է, ինչին նախագիծը կարող է հասնել, բայց դուք արդեն տեսել եք զգալի ներդրումներ Հայաստանում եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի։ Մեր որոշ հայրենակիցներ անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա Միացյալ Նահանգների 9 միլիարդի ներդրում կկատարեն, ոմանք նույնիսկ ավել են առաջ են գնում, ասում են 9 միլիարդի օգնություն կստանանք եւ չեմ զարմանում, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են ո՞վ է մարդաման վրա 1.7 միլիոն փող է գալիս։
Ամերիկայի փոխնախագահի ուղերձներին ուշադիր հետևում էին նաև Մոսկվայում։ Փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն ասել է, որ թրիփ նախագծի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է։ Պատրաստ են Երևանում խորհրդակցել հայ գործընկերների հետ նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին, ինչպես է այս հայտարարությանն արձագանքում Երևանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որն օրերս էր հանդիպել Գալուզինի եւ նրա վերադասի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ, ասում է չի պատկերացնում Ռուսաստանի մասնակցությունը թրիփ նախագծին։ Ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդի։ Այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան։ Եկեք մի հատ միտեղ կա, այդքան մենք էլ մտնենք բան։ Անեիք 100 տարի աստեղ եք։ Գալուզինն ասել է նաև, որ Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Նրա խոսքով Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Պաշտոնյանը ասել է, որ հայկական կողմին են փոխանցել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ, իսկ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետում սկսել նախագծի իրականացումը։ Մինչև վերջին պահը Հայաստանն ու Ամերիկան գաղտնի էին պահում կարևորագույն մեկ գործարք։ Թրամփի վարչակազմը հետախուզական անօդաչու թռչող սարքեր կվաճառի Հայաստանին 11 միլիոն դոլարի։ Ըստ մասնագիտական հաշվարկների, Հայաստանը ձեռք է բերել MQ-35A տեսակի 15-ից 20 հետախուզական դրոն։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, եւ Միացյալ Նահանգներն ունի դա։ Օդանավ բարձրանալուց առաջ ԱՄՆ փոխնախագահն ասաց. «Բարգավաճումը, որը բացվում է Հայաստանի ու Ամերիկայի ժողովրդի համար, կարևոր է»։ Հայաստանում անցկացրած 24 ժամը Վենսը համարեց արդյունավետ ու ասաց, որ ոգևորված է Բաքու մեկնելու համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։